Ինչ կանեիք, եթե ձեր հավատքի համար ձեզ դավաճանեին հենց ձեր իսկ հոգևոր առաջնորդները։ Պատկերացրեք մի քահանայի, ով տեսնում է աստվածային հրաշք։ Նա վազում է իր ժողովրդի մոտ փրկության լուրով, բայց նրանք, վախից կուրացած, ոչ միայն չեն հավատում, այլև նրան մեղադրում են խելագարության մեջ, նույնիսկ նրա եպիսկոպոսն է ասում. «Դու վտանգավոր իդեալիստ ես»։ Եկեղեցին սառեց։ Այս պատմությունը միայն հալածանքների մասին չէ, սա այն մասին է, թե ինչպես է մեկ մարդու անսասան հավատքը փոխում ամեն ինչ։ Մենք ցույց կտանք այն անհավանական քայլը, որին դիմեց այդ քահանան, երբ բոլորը նրանից երես թեքեցին, բայց ամենակարևորը, դուք կիմանաք, թե ինչ ցնցող ճակատագիր ունեցավ այն երիտասարդը, որի համար սկսվեց այս ամենը։ Նրա վերջին խոսքերը կստիպեն ձեզ սարսռալ։ Սա պատմություն է, որը դուք կպատմեք ձեր երեխաներին։ Պատրաստվեք լսելու այն, ինչը դարեր շարունակ թաքցվել է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրերում է հայոց ոգին դեռ վառվում։ Կարինի Սուրբ Աստվածածին եկեղեցու սառը հնամենի քարերը կարծես ներծծել էին դարերի աղոթքներն ու չարտասանված վախերը, դարձնելով դրանք պատերի մի մասը։ Դրսում կիսալուսնի ստվերն էր, երկար, ամենուրեք թափանցող, իշխող և անխուսափելի, որը գրկել էր քաղաքը իր սառը լուռ հսկողության մեջ։ Ներսում տասնյակ հավատացյալ հոգիներ, կուչ եկած մոմերի թարթող տաք լույսի շուրջ, կարծես մի բուռ լույսի կղզյակ լինեին խավարի անծայրածիր օվկիանոսում, մի փխրուն ապաստան բռնակալության գիշերվա մեջ։ Օդը խիտ էր խնկի քաղցր ու տքուր բույրից և այն լարվածությունից, որը ծնվում է, երբ աղոթքը խառնվում է վտանգի զգացողության հետ։ Ամեն շշուկ, ամեն շարժում, յուրաքանչյուր հազիվ լսելի շունչ արձագանքում էր բարձր քարե գմբեթի տակ, որպես վտանգի մոտալուտ նախազգուշացում։ Տեր Հովհաննեսը արդեն 60-անց մի քահանա, որի խորը կնճիռներով պատված դեմքին կարծես գծագրված էր իր հոտի ողջ տառապանքի ու տոկունության պատմությունը, կանգնած էր խորանի առաջ։ Նրա հայացքը սևեռված էր Քրիստոսի հնամենի տեղ-տեղ մթնած սրբապատկերին, որի աչքերը դարեր շարունակ նայում էին իր ժողովրդին, լի սիրով ու տխրությամբ։ Բայց նրա հոգին լսում էր դրսի աշխարհի սարսափազդու ձայները։ Նա լսում էր պարեկայինների կոշիկների չոր թխթխկոցը սալահատակին, հեռվում շների անհանգիստ հաչոցը և ամենից սարսափելին գիշերվա անբնական ճնշող լռությունը։ Սա սովորական ժամերգություն չէր, սա գաղտնիք էր, սա դիմադրության ակտ էր, սա հայտարարություն էր, որ նրանք դեռ կան, դեռ հավատում են, դեռ աղոթում են։ Նրա կողքին, խորանի աստիճաններին, կանգնած էր Վարդանը, 20-ամյա մի պատանի, որի երիտասարդ, դեռևս անհարթ դեմքին վառվում էր անկոտրում, գրեթե մոլի հավատքի կրակը։ Նա եկեղեցու ամենաերիտասարդ սպասավորն էր, բայց նրա ոգու ամրությունը կարող էր մրցել ամենաճերմակահեր ավագի հետ, ով տեսել էր կյանքի բոլոր փորձությունները։ Նա ակնածանքով նայում էր Տեր Հովհաննեսին, իր հոգևոր հորը, իր ուսուցչին, և տեսնում էր ոչ թե տարիքի թուլություն կամ վախ, այլ գրանիտե մի վճռականություն, որը կոփվել էր տասնամյակների փորձությունների հնոցում։ Նրանց հոգևոր վիճակը նման էր լարախաղացի վիճակին, մի ոտքը դրված երկնային անսասան խոստման վրա, մյուսը մահացու վտանգի դատարկության եզրին։ Նրանք գիտեին, որ ամեն պահ կարող է լինել վերջինը, բայց դա միայն սկիզբն էր։ Հանկարծ եկեղեցու ծանր, կաղնե դուռը, որ դարեր շարունակ դիմացել էր քամիներին ու պատերազմներին, թույլ, բայց սրտերը կանգնեցնող ճռռոց արձակեց։ Մի ակնթարթ։ Բոլորը սառեցին իրենց տեղերում։ Աղոթքները կիսատ մնացին շուրթերին։ Մի քանի տասնյակ սրտեր միաժամանակ դադարեցին բաբախել, և եկեղեցում տիրեց այնպիսի լռություն, որ լսելի էր, թե ինչպես է մոմի բոցը կլանում օդը։ Տեր Հովհաննեսը դանդաղ, շատ դանդաղ շրջվեց։ Նրա աջ ձեռքը բնազդաբար սեղմեց դեմքը, քերծված, և նա շնչում էր այնպես, կարծես մղոններ էր վազել, իր հետևից քարշ տալով մահվան շունչը։ Նա ընկավ ծնկների վրա եկեղեցու սառը քարերին, և նրա շուրթերից դուրս եկավ միայն մեկ խեղդված բառ. «Հորս»։ Տեր Հովհաննեսը մոտեցավ նրան, իր ծերացած, բայց դեռ ամուր ձեռքերը դրեց տղայի դողացող ուսերին։ «Ինչ է պատահել, զավակս, խոսիր»։ Տղան բարձրացրեց իր արցունքով լի աչքերը, և նրա ձայնը դողում էր հեկեկոցից։ «Փաշայի զինվորները տարան նրան, մեր տնից։ Ասացին, որ նոր հարկը, ջիզյան, մինչև վաղը չվճարենք, նրա գլուխը կախված կլինի քաղաքի գլխավոր հրապարակում,
որպես դաս բոլոր անհավատներին։ Եթե դռան ճռռոցը սարեցրել էր նրանց արյուրը, ապա այս խոսքերը ջարդուփշուր արեցին նրանց հոգիները։ Այն վտանգը, որ միշտ ապրում էր նրանց հետ որպես անորոշ ստվեր, հանկարծ ստացավ կոնկրետ դեմք, անուն և սարսափելի վերջնաժամկետ։ Սա այլևս վախ չէր, սա մղձավան չէր, որը դարձել էր իրականություն։ Եկեղեցում հավաքված մարդկանց մեջ տագնապալի շշուկ տարածվեց։ Ինչ անել, որտեղից գտնել այդքան գումար։ Փաշան կրկնապատկել էր հարկը, դարձնելով այն անտանելի բեռ։ Սա թալան չէր, սա բացահայտ սպանության սպառնալիք էր։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Երիտասարդ Վարդանը, որ մինչ այդ լուռ կանգնած էր, առաջ եկավ։ Նրա աչքերում վախի հետ քանքեմ չկար, միայն սուրբ զայրույթ։ Սա փորձություն է, ասաց նա բարձր ու հստակ, և նրա երիտասարդ ձայնը դղրդաց եկեղեցու լռության մեջ։ Աստված փորձում է մեզ, նա ուզում է տեսնել, մենք կառչելու ենք մեր ոսկուց, թե մեր հավատքից։ Մենք չպետք է տեղի տանք, մենք պետք է աղոթենք և վստահենք Տիրոջը։ Բայց մի ճերմաքայր ծերունի, որի որդին տարիներ առաջ սպանվել էր նման մի բախման ժամանակ, թափահարեց գլուխը։ Աղոթքը լավ բան է տղաս, բայց Փաշայի սուրը սուր է, մենք պետք է հավաքենք գումարը։ Ինչ գնով էլ լինի, մենք չենք կարող մեր եղբորը գայլերի բերանը նետել։ Համայնքը պառակտվեց հենց այդ պահին, հենց այնտեղ, Քրիստոսի սրբապատկերի առաջ։ Մի կողմում հավատքն էր, մյուսում գործնականությունը։ Մի կողմում նահատակության կանչն էր, մյուսում գոյատևման բնազդը։ Եվ այս երկու ճամբարների միջև կանգնած էր Տեր Հովհաննեսը, որի ուսերին հանկարծ իջավ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի ծանրությունը։ Ոսկի, թե հոգի, կյանք, թե հավատք։ Ժամացույցի սլաքներն արդեն սկսել էին իրենց մահացու ընթացքը, և նա գիտեր, որ մինչև արևածագ կայացրած իր որոշումը կամ կփրկի իր հոտը, կամ կտանի այն դեպի կոտորած։ Տեր Հովհաննեսը բարձրացրեց իր ծերացած, բայց դեռևս ամուր ձեռքը և եկեղեցում տիրեց լարված լռություն։ Նրա ուսերին այդ միակ ընթարթում իջավ ոչ միայն իր համայնքի, այլև դարերի ընթացքում կուտակված իր նախնիների հավատքի ողջ ծանրությունը։ Նա նայեց Վարդանի կրակոտ աչքերին, ապա ծերունու հուսահատ դեմքին և հասկացավ, որ այս պառակտումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան Փաշայի սուրը։ Նա պետք է որոշեր։ Հիմա։ Եղբայրներ։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց այնպիսի ուժ ուներ, որ կտրեց վախի շշուկները։ Վախը Աստծուց չէ, ոչ էլ անխոհեմ քաջությունը։ Մեր պատմությունը մեզ սովորեցրել է իմաստություն։ Մենք ապրում ենք կիսալուսնի ստվերի տակ արդեն 400 տարի, և մեր գոյատևման գաղտնիքը ոչ թե ոսկին է եղել, ոչ էլ սուրը, այլ մեր միասնությունը և մեր խոնարհ, բայց անկոտրում հավատքը։ Նա քայլեց դեպի խորանը և ձեռքը դրեց հին ձեռագիր ավետարանի վրա, որի արծաթե կազմը մաշվել է հազարավոր ձեռքերի հպումից։ Երբ ես երիտասարդ սարքավակ էի, 20 տարի առաջ ինձ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ուղարկեցին այստեղ։ Մեր նախորդ քահանան, Տեր Գրիգորը, նահատակվել էր հենց այս խորանի առաջ, հրաժարվելով ոտնատակ տալ Սուրբ Հաղորդության սկիհը։ Ես եկա մի համայնք, որը որբացել էր, վախեցել էր, բայց չէր կոտրվել։ Եվ գիտես ինչու, որովհետև նրանք հիշում էին, որ մեր եկեղեցին կառուցվել է ոչ թե քարից, այլ նահատակների արյունից։ Սա պատմություն էր, որը բոլորը գիտեին, բայց Տեր Հովհաննեսի շուրթերից այն հնչում էր նորովի։ Նրանք հիշեցին, թե ինչպես էին իրենց պապերը գիշերները գաղտնի վերականգնում եկեղեցու տանիքը, թե ինչպես էին կանայք իրենց զարդերը վաճառում նոր ձեռագիր գնելու համար, թե ինչպես էին երեխաները սովորում հայոց այբուբենը ոչ թե թղթի, այլ ավազի վրա գծելով, որպեսզի հետք չմնա։ Նրանց համայնքը մի փոքրիկ կղզի էր օտար ծովում, և եկեղեցին նրանց միակ խարիսխն էր։ Նրանք ապրում էին միլլետի համակարգով, որը նրանց տալիս էր ներքին ինքնավարության պատրանք, բայց ամեն օր հիշեցնում էր իրենց երկրորդական կարգավիճակի մասին, ջիզյայի, նվաստացուցիչ սահմանափակումների և պարբերական ջարդերի մշտական սպառնալիքի միջոցով։ Այդ պահին ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Տեր Հովհաննեսը փակեց ավետարանը և շրջվեց դեպի ժողովուրդը։ Մենք չենք ընտրի ոչ Վարդանի առաջարկած մահվան ճանապարհը, ոչ էլ վախի առաջարկած ստրկությունը։ Մենք կգնանք մեր հայրերի ճանապարհով։ Մենք կհավաքենք այնինչ կարող ենք, ոչ թե որպես փրկագին, այլ որպես ողորմություն,
Մենք կգնանք Փաշայի մոտ ոչ թե մեղավորներ, այլ որպես հպարտ, բայց խոնարհ քրիստոնյաներ, եւ մենք կխնդրենք ոչ թե մեր կյանքը, այլ նրա սրտի խղճահարությունը։ Թող Աստված լինի մեր դատավորը։ Որոշումը կայացված էր։ Ամբողջ գիշեր համայնքը հավաքեց իր ունեցածը։ Այրիները բերում էին իրենց ամուսիններից մնացած միակ արծաթե մատանին։ Արհեստավորները իրենց օրվա չնչին հասույթը, նույնիսկ երեխաները դատարկում էին իրենց կավե խնայատուփերը։ Դա մեծ գումար չէր, բայց այն լվացված էր սիրով եւ զոհաբերությամբ։ Լուսադեմին Տեր Հովանեսը համայնքի ավագների, իմաստուն Դարբին Գրիգորի եւ տարեց ուսուցիչ Մեսրոպի հետ ճանապարհ ընկավ դեպի Փաշայի պալատ։ Նրանք քայլում էին արթնացող քաղաքի փողոցներով, որտեղ կյանքը սովորականի պես հոսում էր, եւ ոչ ոք չէր էլ կասկածում, թե ինչ դրամա է տեղի ունենում մի բուռ հայերի սրտերում։ Նրանք իրենց զգում էին ինչպես Դանիելը առյուծների գբի մեջ մտնելիս։ Փաշան, Յուսուֆ անունով մի դաժան ու խորամանկ մարդ, նրանց ընդունեց իր շքեղ դահլիճում, նստած մետաքսե բարձերի վրա։ Նրա կողքին կանգնած էին երկու լիբանանցի թիկնապահներ, հսկայական, անխոս ստվերների պես։ Տեր Հովանեսը խոնարհվեց եւ գետնին դրեց փողովլի պարկը։ «Մեծարգո Փաշա», սկսեց նա հանգիստ ձայնով, «մենք եկել ենք խնդրելու ձեր ողորմածությունը։ Մեր համայնքը աղքատ է, բայց հավատարիմ է սուլթանին։ Մենք հավաքել ենք այն ամենը, ինչ ունեինք։ Խնդրում ենք, ընդունեք սա եւ ազատ արձակեք մեր եղբորը Հակոբին»։ Փաշան նույնիսկ չնայեց պարկին։ Նա դանդաղ վերցրեց մի խուրմա, կցեց եւ արհամարհանքով նայեց քահանային։ «Ողորմածություն, դուք խոսում եք ողորմածության մասին։ Երբ փորձում եք խաբել ձեր տիրոջը, ես պահանջել էի 1000 ոսկի, այստեղ լավագույն դեպքում 100-ը կլինի։ Մենք ավելին չունենք, Աֆենդի, շշնջաց Գրիգորը, սա մեր վերջինն է։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Փաշան բարձր, սառը ծիծաղով ծիծաղեց։ Ծիծաղ, որը կարծես սառույցի կտորներ լիներ, որոնք խրվում էին սրտի մեջ։ Դուք ինձ ծաղրում եք։ Դուք կարծում եք ես ձեր նման մուրացկան եմ։ Լավ, ես ձեզ ցույց կտամ, թե որն է իսկական գինը։ Նա ծափ տվեց, եւ զինվորները ներս բերեցին խեղճ Հակոբին։ Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում, դեմքը կապտուկների մեջ էր։ Փաշան վեր կացավ եւ մոտեցավ Տեր Հովանեսին։ Նրա ձայնը դարձավ մեղրի պես քաղցր, բայց թունավոր։ «Ես ձեզ առաջարկություն ունեմ, քահանա, քանի որ դուք չեք կարող վճարել ոսկով, գուցե ձեր եղբայրը վճարի այլ կերպ։ Թող նա հենց հիմա, այստեղ, ձեր բոլորի առաջ հրաժարվի իր սուտ Աստծուց եւ ընդունի միակ ճշմարիտ հավատքը։ Եթե նա դա անի, ես ոչ միայն կներեմ նրա պարտքը, այլև նրան կդարձնեմ իմ գլխավոր առևտրականը»։ Նա մի պահ լռեց, եւ նրա աչքերում չարություն փայլատակեց։ Իսկ եթե հրաժարվի, ապա որպես դաս բոլորիդ նրա լեզում կկտրվի հրապարակում, որպեսի այլևս երբեք չկարողանա արտասանել իր Հիսուսի անունը։ Ամբողջ դահլիճը սառեց։ Սա այլևս փողի կամ կյանքի հարց չէր, սա հոգու հարց էր։ Փաշան նրանց դրել էր սատանայական ընտրության առաջ, ուրացում, թե անասելի տանջանք։ Տեր Հովանեսը նայեց Հակոբի սարսափահար աչքերին եւ հասկացավ, որ իրենց փորձությունները նոր են սկսվում։ Փաշայի դահլիճում օդը կարծես սառել էր, վերածվելով մխիֆե ապակու, որը կարող էր փշրվել ամեն մի շնչից։ Ժամանակը կանգ էր առել։ Տեր Հովանեսի միալոմում մռիկ էր, Փաշայի սատանայական խոսքերը խառնվել էին Հակոբի խեղճացած, աղերսող հայացքին։ Պատասխան չկար։ Ինչ կարող էին պատասխանել։ Երկու ճանապարհն էլ տանում էր դեպի կործանում, մեկը հոգու, մյուսը մարմնի։ Սա ծուղակ էր, կատարյալ, անթերի ծուղակ, որից փրկություն չկար։ Հակոբը, լսելով իր ճակատագրի մասին, սկսեց դողալ։ Սկզբում թույլ, հետո ամբողջ մարմնով, անկառավարելիորեն, ինչպես տենդի մեջ գտնվող հիվանդ։ Նրա շուրթերը շարժվում էին, բայց ձայն դուրս չէր գալիս։ Նրա աչքերը լայն բացված էին սարսափից։ Նա նայում էր Տեր Հովանեսին, աղաչելով, որ քահանան հրաշք գործի, որ նա ինչ-որ բան ասի, որը կփոխի այս մղձավանջը։ Տեր Հովանեսը խորը շունչ քաշեց, հավաքելով իր ողջ ուժն ու իմաստությունը։
Նա գիտեր, որ զայրույթն ու հուսահատությունը միայն կարագացնեն իրենց վախճանը։ Նա խոնարհվեց Փաշայի առաջ այնքան ցածր, որ ճակատը գրեթե դիպավ գորգին։ Մեծահոգի Տեր, նրա ձայնը հազիվ էր լսվում, բայց հաստատուն էր։ Ձեր առաջարկը այնքան մեծ է, իսկ մեր խելքը այնքան փոքր։ Մեր եղբայրը շոկի մեջ է, խնդրում ենք ողորմած եղեք, տվեք մեզ մեկ օր աղոթելու, մեր Աստծուց խորհուրդ հարցնելու և ճիշտ որոշում կայացնելու համար։ Փաշան նայեց քահանայի խոնարհված կեցվածքին, հետո Հակոբի դողացող մարմնին։ Նրա դեմքին հայտնվեց գոհունակության ժպիտ։ Նա վայելում էր իր իշխանությունը, վայելում էր նրանց վախը։ «Լավ», ասաց նա ձգձգելով, «դուք իմաստուն մարդ եք, քահանա։ Ես ձեզ ժամանակ կտամ մինչև վաղվա կեսօրվա աղոթքը։ Բայց իմացեք, եթե մինչև այդ ժամը ձեր եղբայրը չգա իմ մոտ ընդունելու ճշմարտությունը, ես կհամարեմ, որ նա ընտրել է լռությունը, հավերժական լռությունը»։ Սա փախուստ չէր, սա ընդամենը 24 ժամով հետաձգված մահապատիժ էր։ Երբ նրանք դուրս եկան պալատից և վերադարձան եկեղեցի, լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Համայնքը, որ սպասում էր կամ ազատության, կամ մահվան լուրի, ստացավ մի երրորդ, ամենասարսափելի տարբերակը՝ ընտրության տանջանքը։ Եկեղեցու բակում հավաքված ամբոխը պայթեց, վախը վերածվեց զայրույթի, զայրույթը մեղադրանքների։ «Ուրացում», գոռաց մի կին, որի եղբայրը սպանվել էր նախորդ ջարդերի ժամանակ։ «Մենք պետք է թույլ տանք, որ մեր մեջ ուրացող լինի։ Ավելի լավ է բոլորս մեռնենք»։ «Իսկ դու պատրաստ ես տեսնել, թե ինչպես են քո երեխաների լեզուները կտրում», առարկեց Դարբին Գրիգորը։ Հակոբը թող ասի այդ անիծյալ բառերը։ Աստված ողորմած է, նա կների ստիպողաբար ասված խոսքը։ Բայց Փաշան չի ների մեր համառությունը։ Հակամարտությունը պայթեց նոր ուժով։ Այն, ինչը սկզբում տեսական վեճ էր, այժմ դարձել էր կոնկրետ մարդու՝ Հակոբի ճակատագրի հարց, և այդ մարդը կոտրված ու սարսափած նստած եկեղեցու մի անկյունում լալիս էր ինչպես երեխա։ Տեր Հովհաննեսը հրավիրեց ավագների խորհուրդը եկեղեցուն կից փոքրիկ խոնավ սենյակում, որտեղ պահվում էին եկեղեցական գրքերը։ Սա հայկական ավանդական մեթոդն էր, ամենադժվարին պահերին հավաքվել, խորհրդակցել, միասին ելք փնտրել։ Բայց այս անգամ ելք չէր երևում։ «Մենք չենք կարող նրան զոհաբերել», ասաց ուսուցիչ Մեսրոպը։ «Մեր հավատքը սիրո մասին է, ոչ թե դաժանության։ Եթե մենք ստիպենք Հակոբին նահատակվել, մենք ինքներս կդառնանք Փաշայի պես բռնակալներ։ Իսկ եթե մենք նրան թույլ տանք ուրանալ», կրակոտ հակադարձեց Վարդանը, «մենք կբացենք դուռը, որը այլևս երբեք չենք կարողանա փակել։ Այսօր Հակոբը, վաղը մեկ ուրիշը, մինչև որ մեր եկեղեցին կվերածվի դատարկ շինության, իսկ մեր հոգիները վախկոտ ստրուկների»։ Վեճը թեժանում էր, ձայները բարձրանում էին։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե նրանք կհոշոտեն միմյանց, Գրիգորը առաջարկեց մի բան, որը բոլորին ստիպեց լռել։ Սա կեղծ հույսի պահն էր։ «Իսկ եթե», սկսեց նա դանդաղ, «իսկ եթե կա երրորդ ճանապարհ։ Իսկ եթե Հակոբը արտասանի այդ բառերը, բայց միայն շուրթերով, թող նա իր սրտում պահի Քրիստոսին, չէ՞ որ Աստված նայում է սրտին, ոչ թե լսում է բռնությամբ ասված խոսքերին։ Սա կլինի խորամանկություն, փրկության համար»։ Մի պահ սենյակում լռություն տիրեց։ Այս գաղափարը սարսափելի, մեղսավոր, բայց միևնույն ժամանակ այնքան գայթակղիչ, կարծես թե միակ ելքն էր։ Դա թույլ կտար և Հակոբին փրկել, և համայնքը զերծ պահել կոտորածից։ Դա փոխզիջում էր, որը բոլորը պատրաստ էին ընդունել։ Բոլորը, բացի Վարդանից, որի դեմքին զզվանք կար։ Եվ հենց այդ պահին, երբ նրանք պատրաստվում էին ընդունել այս դժվարին որոշումը, դուռը բացվեց, և ներս մտավ մի մարդ, որի տեսքից բոլորը ոտքի կանգնեցին։ Դա Պետրոս Սրբազանն էր, թեմի առաջնորդը, որը պատահաբար այդ օրերին այցելել էր Կարին։ Նա բարձրահասակ, խիստ դեմքով մարդ էր, որի աչքերում ոչ թե Հովվի սերն էր, այլ կառավարչի սառը հաշվարկը։ Նա լսել էր իրարանցման մասին և եկել էր պարզելու, թե ինչ է կատարվում։ Տեր Հովհաննեսը նրան պատմեց ամեն ինչ՝ Փաշայի պահանջը, Հակոբի տառապանքը և իրենց գտած խորամանկ լուծումը։ Սրբազանը լսեց մինչև վերջ, առանց ընդհատելու։ Երբ Տեր Հովհաննեսը ավարտեց, նա երկար լռեց, ապա արտասանեց խոսքեր, որոնք ոչնչացրին նրանց վերջին հույսը։ «Բացառված է», ասաց նա սառը, մետաղական ձայնով։ «Եկեղեցու պատիվը սակարկության ենթակա չէ։ Եթե մենք այստեղ թույլ տանք նույնիսկ ձևական ուրացում, այդ լուրը կտարածվի ամբողջ կայսրությունում։ Յուրաքանչյուր Փաշա կսկսի նույնը պահանջել։ Սա կլինի մեր հոգևոր պարտության սկիզբը։ Հակոբը պետք է մերժի, նա պետք է դառնա օրինակ բոլորի համար։
Նրա նահատակությունը կամրապնդի հավատքը, իսկ նրա ուրացումը կթունավորի այն։ Երբ նա դա ասաց, սենյակը սառեց։ Նրանց գտած միակ ելքը փակվեց հենց իրենց հոգևոր առաջնորդի կողմից։ Նրանք ոչ միայն փակուղում էին, այլև հենց իրենց եկեղեցին էր նրանց մղում դեպի զոհասեղան։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ Հենց այդ պահին դրսից լսվեց աղմուկ։ Ներս վազեց սարկավագներից մեկը, դեմքը գունատ։ Սրբազան հայր, Տեր հայր, Փաշայից մարդ է եկել նոր հրամանով։ Բոլորը շրջվեցին դեպի դուռը։ Ներս մտավ Փաշայի սուհանդակը և առանց որևէ հարգանքի նշանի թուղթը մեկնեց Տեր Հովհաննեսին։ Քահանան դողացող ձեռքերով բացեց այն և սկսեց կարդալ։ Կարդալու ընթացքում նրա դեմքը քարացավ, աչքերը լցվեցին անհավատալի սարսափով։ Նա բարձրացրեց գլուխը և նայեց Վարդանին։ Փաշան փոխել է իր միտքը, հազիվ շշնջաց նա։ Նա ասում է, որ Հակոբը վախկոտ, կոտրված մարդ է։ Նրա ուրացումը կամ մահը ոչ ոքի չի տպավորի։ Նա պահանջում է, որ մինչև կեսօր իր մոտ ներկայանա Վարդանը։ Տեր Հովհաննեսի շուրթերից դուրս եկած խոսքերը կախվեցին սենյակի խոնավ օդում, ծանր, մահացու, անշարժ։ Վարդանը։ Այս մեկ անունը փոխեց ամեն ինչ։ Այն այլևս ռազմավարության, փրկության կամ փողզիջման հարց չէր։ Այն վերածվել էր զոհաբերության։ Խնդիրը դուրս էր եկել ավակների խորհրդի պատերից, դուրս էր եկել մարդկային տրամաբանության սահմաններից և վերածվել էր հոգևոր մարտահրավերի, որի առաջ բոլորը, քահանայից մինչև եպիսկոպոս, անզոր էին։ Սենյակում տիրող լռությունը դարձավ ավելի խորը, ավելի ճնշող, քան նախկինում։ Յուրաքանչյուրը նայում էր Վարդանին, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել։ Կարծես նա հանկարծ դարձել էր ոչ թե իրենցից մեկը, այլ սրբազան նշխար, որին կարելի էր միայն ակնածանքով կամ սարսափով նայել։ Այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Վարդանը, որի վրա սևեռված էին բոլորի հայացքները, ժպտաց։ Դա խելագարի ժպիտ չէր, ոչ էլ հուսահատի։ Դա մի մարդու խաղաղ, լուսավոր ժպիտ էր, ով երկար սպասելուց հետո վերջապես լսել էր իր անունը։ Նա առաջ քայլեց, մոտեցավ Տեր Հովհաննեսին, նրա ձեռքից վերցրեց Փաշայի նամակը, նայեց դրան առանց կարդալու, ապա խաչակնքեց։ «Փառք քեզ, Տեր», ասաց նա բարձր ու հստակ, և նրա ձայնում չկար վախի նշուլ անգամ, որ արժանացրիր ինձ, քո անարժան ծառայիս, այս մեծ պատվին։ Տերն է կանչում, ով եմ ես, որ հրաժարվեմ։ Այս խոսքերը որոտի պես հնչեցին։ Դրանք միաժամանակ և հերոսական էին, և սարսափելի։ Վարդանը ոչ թե ընդունում էր մահվան դատավճիռը, այլ ընդունում էր նահատակի պսակը։ Նա խնդիրը վերածել էր հաղթանակի։ Տեր Հովհաննեսը նայեց իր հոգևոր որդուն և սիրտը սեղմվեց ցավից։ Նա իր ամբողջ կյանքում քարոզել էր հավատքի, զոհաբերության և նահատակության մասին, բայց երբ նահատակությունը ստացավ իր ամենասիրելի աշակերտի դեմքը, նա հասկացավ, որ պատրաստ չէր դրան։ Սա անարդար էր, անոհոք էր։ Աստված չէր կարող պահանջել նման զոհ։ Իսկ Պետրոս Սրբազանը նայում էր Վարդանին խառը զգացմունքներով։ Մի կողմից նա հիացած էր տղայի քաջությամբ, որը լուծում էր իր քաղաքական խնդիրը, եկեղեցու պատիվը կփրկվեր, բայց մյուս կողմից նա հասկանում էր, թե ինչպիսի փոթորիկ է սա առաջացնելու համայնքի ներսում։ Ինչ կասեն հավատացյալները գործոնը հանկարծ դարձավ շատ իրական։ Ինչ կասեն մարդիկ, երբ իմանան, որ եկեղեցու առաջնորդները թույլ են տվել, որ իրենց ամենալավ երիտասարդը գնա մահվան։ Եվ նրանք երկար սպասելու կարիք չունեցան։ Լուրը դուրս սողոսկեց խորհրդի սենյակից և տարածվեց համայնքում, առաջացնելով հոգևոր երկրաշարժ։ Եկեղեցու պատիվը հանկարծ դարձավ երկրորդական հարց։ Առաջին պլան մղվեց մարդկային ողբերգությունը։ Վարդանի ծնողները, Սարգիսն ու Հռիփսիմեն, լսելով սոսկալի լուրը, ներխուժեցին եկեղեցի։ Նրանք չգնացին Սրբազանի մոտ, նրանք ընկան Տեր Հովհաննեսի ոտքերը։ «Տեր հայր», ողբում էր Հռիփսիմեն, կառչելով քահանայի սքեմից, «փրկեք մեր որդուն, մեր միակին»։ Դուք նրան սովորեցրիք Աստծո խոսքը։ Դուք նրա սրտում սերմանեցիք հավատքը։ Մի թողեք, որ այդ հավատքը նրան տանի դեպի մահ։ Խոսեք նրա հետ, համոզեք նրան։ Դուք նրան սովորեցրիք հավատալ, Տեր հայր, այժմ սովորեցրեք նրան ապրել։ Այս խոսքերը դանակի պես խրվեցին Տեր Հովհաննեսի սրտի մեջ։ Նա հայտնվել էր անհնարին իրավիճակում։ Մի կողմից իր հոգևոր պարտքն էր, եկեղեցու կանոնները և Սրբազանի սառը հրամանը։
Մյուս կողմից մոր արցունքներն էին և իր սեփական սերը դեպի այն տղան, որին նա համարում էր իր որդին։ Հայ եկեղեցական ավանդույթների ողջ ճնշումը կենտրոնացավ նրա վրա։ Նա պետք է օրհներ զոհին, բայց նրա ողջ էությունը գոռում էր, որ պետք է փրկի երեխային։ Նա գիտակցեց խնդրի իրական մասշտաբը։ Սա այլևս պայքար չէր փաշայի դեմ, սա պայքար էր սեփական խղճի, սեփական հավատքի և սեփական եկեղեցու դեմ։ Բայց հետո մի փոքրիկ հույսի շող փայլատակեց։ Պետրոս Սրբազանը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և կարող է վերածվել ապստամբության, որոշեց միջամտել։ Նա հասկացավ, որ Վարդանի նահատակությունը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ, եթե համայնքը դա ընկալի որպես եկեղեցու կողմից կատարված սպանություն։ «Հանգստացեք», ասաց նա իշխանական տոնով, «դեռ ոչինչ որոշված չէ, ես ինքս կգնամ փաշայի մոտ։ Ես եպիսկոպոս եմ, սուլթանի կողմից ճանաչված առաջնորդ։ Ես նրա հետ կխոսեմ ոչ թե որպես խնդրող, այլ որպես հավասարը հավասարի հետ։ Ես նրան կառաջարկեմ այնպիսի գին, որից նա չի կարողանա հրաժարվել։ Մենք կփրկենք տղային»։ Սա կեղծ հույսի պահն էր։ Բոլորը կառչեցին այս խոսքերից։ Սրբազանը, իրենց հզոր, անհասանելի առաջնորդը, կլուծի խնդիրը։ Մեկ ժամ անց Սրբազանը վերադարձավ, միայնակ։ Նրա դեմքը քարի պես անարտահայտի չէր, բայց նրա աչքերի խորքում երևում էր պարտությունը։ Նա նույնիսկ չնայեց Վարդանի ծնողներին։ Նա ուղիղ մոտեցավ Տեր Հովհաննեսին։ Փաշան մերժեց։ Նա ասաց, որ սա այլևս ոսկու հարց չէ, սա սկզբունքի հարց է։ Նա ուզում է տեսնել, թե ինչպես է կոտրվում մեր ոգին։ Նա ասաց. «Կամ ձեր երիտասարդ հերոսը, կամ ձեր բոլորի եկեղեցիները կվառվեն մինչև արևացակ»։ Այս խոսքերից հետո նա շրջվեց դեպի Վարդանը, և նրա ձայնը դարձավ նորից սառը ու պաշտոնական։ Ինչպես երևում է, Աստծո կամքը այլ է։ Պատրաստվիր, զավակս։ Քո հավատքը պետք է դառնա մեր բոլորի փրկությունը։ Հույսը վերջնականապես մեռավ։ Տեր Հովհաննեսը մնաց մենակ։ Նրա շուրջը ամեն ինչ փլուզվել էր։ Համայնքը պառակտված էր, ծնողները հուսահատ, իսկ եկեղեցու իշխանությունը անզոր և դաժան։ Նա նայեց Վարդանին, ով կանգնած էր խորանի առաջ լուսավոր դեմքով, պատրաստ իր զոհաբերությանը։ Եվ Տեր Հովհաննեսը հասկացավ, որ իր վրա է դրված ամենասարսափելի պարտականությունը, որ կարող է ունենալ մի քահանա։ Նա պետք է իր ձեռքով օձեր իր սիրելի զավակին մահվան համար։ Փախուստի ճանապարհ այլևս չկար։ Նա պետք է կամ դավաճաներ իր Աստծուն, փորձելով փրկել Վարդանին, կամ դավաճաներ իր սիրուն, նրան ուղարկելով դեպի մահ։ Գիշերը իջել էր Կարինի վրա, ոչ թե որպես խաղաղություն բերող մութ քող, այլ որպես ծանր, թանձր սավան, որը խեղդում էր վերջին հույսերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին դատարկ էր ու լուռ, բայց այդ լռությունը լի էր չարտասանված ճիչերով, չարտասուված արցունքներով։ Տեր Հովհաննեսը մենակ էր խորանի առաջ, բայց նա իրեն զգում էր ոչ թե Աստծո ներկայության, այլ տիեզերական լքվածության մեջ։ Նրա առջև դրված էր Սուրբ Մյուրոնի արծաթե տապանակը և մաքուր սպիտակ կտավը, Վարդանին մահվան օձելու համար։ Նրա ձեռքերը, որ հազարավոր անգամներ մկրտել, պսակել ու հաղորդություն էին տվել, այժմ պետք է կատարեին իր կյանքի ամենասարսափելի արարողությունը, օրհնեին իր զավակին դահիճի սրի համար։ Նա փորձում էր աղոթել, բայց բառերը չորանում էին կոկորդում, վերածվելով դառը փոշու։ Հուսահատության եզրին, երբ նրա հոգին պատրաստ էր կոտրվելու, նա իր հայացքը սևեռեց հին ավետարանին, որը դրված էր խորանի վրա։ Դա այն նույն ավետարանն էր, որը 20 տարի առաջ իր ձեռքում էր պահել նահատակված Տեր Գրիգորը։ Դա նրա միակ մխիթարությունն էր, միակ կապը անցյալի հերոսական հավատքի հետ։ Նա մոտեցավ, իր դողացող ձեռքերը դրեց մաշված արծաթե կազմի վրա և զգուսորեն բացեց այն, փնտրելով ոչ թե պատասխան, այլ գոնե մի պահ մոռացություն Աստծո խոսքի մեջ։ Նա թերթում էր մագաղաթե էջերը, որոնց վրա դարերի ընթացքում սառել էին աղոթքներն ու հույսերը, երբ հանկարծ նրա մատները դիպան մի խորթուբորթության։ Էջերի միջև ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան ընկավ։ Մի փոքրիկ, քառատակ ծալված, ժամանակից դեղնած մագաղաթի կտոր սահեց ավետարանի միջից և ընկավ խորանի սառը քարերին։
Տեր Հովհաննեսը սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց հետո նրա սիրտը մի պահ կանգ առավ։ Դա պատահական թուղթ չէր։ Այն դրված էր Հովհաննեսի ավետարանի այն հատվածում, որտեղ ասվում է. «Ճշմարտությունը կազատի ձեզ»։ Ձեռքերի դողով նա կռացավ եւ վերցրեց այն։ Դա մի նամակ էր, գրված հին, մանր, բայց հստակ տառերով։ Եվ նա ճանաչեց այդ ձեռագիրը։ Դա Տեր Գրիգորի ձեռագիրն էր։ Սա նրա վերջին խոսքն էր, որը թաքցվել էր Աստծո խոսքի մեջ, սպասելով իր ժամին։ Նա սկսեց կարդալ, եւ աշխարհը նրա շուրջը սկսեց փլուզվել։ «Որդիս եւ հաջորդսի Քրիստոս» սկսվում էր նամակը։ Եթե դու կարդում ես այս տողերը, ուրեմն ես արդեն իմ Տիրոջ մոտ եմ, իսկ դու կանգնած ես մի փորձության առաջ, որը քեզ անլուծելի է թվում։ Ես քեզ թողնում եմ ոչ թե մխիթարություն, այլ ճշմարտություն, որը զենքից ուժեղ է, բայց նաև զենքից վտանգավոր։ Իմացիր, որ մեր թեմի առաջնորդ Պետրոս Սրբազանը, որը քեզ համար հավատքի սյուն է թվում, կրում է մի սարսափելի գաղտնիք։ Նրա մայրը, Աննան, մեր քաղաքի նախկին փաշայի Աբդուլլահ բեյի քույրն էր, որին մանուկ հասակում արևանգել եւ հավատափոխ էին արել։ Պետրոսը եւ ներկայիս փաշա Յուսուֆը զարմիկներ են։ Տեր Հովհաննեսի շունչը կտրվեց։ Սա չէր կարող ճիշտ լինել, սա խելագարություն էր։ Նա շարունակեց կարդալ, եւ յուրաքանչյուր բառը մեկ մեղ էր, որը խփվում էր նրա հավատքի դաղաղին։ Պետրոսի ողջ կյանքը վախի եւ ստի մեջ է անցել։ Նա իր հոգևոր կարիերան կառուցել է, թաքցնելով իր անմաքուր ծագումը։ Յուսուֆի հայրը գիտեր այդ գաղտնիքը եւ դրանով շանտաժի էր ենթարկում Պետրոսին, ստիպելով նրան լինել հնազանդ եւ զիջող։ Այսօր ես մահանում եմ ոչ թե հանուն Քրիստոսի, որքան Պետրոս Սրբազանի վախի պատճառով։ Նա կարող էր ինձ փրկել, բայց նա նախընտրեց զոհաբերել ինձ, որպեսի փաշային ցույց տա իր հավատարմությունը եւ թաքցնի իր գաղտնիքը։ Այժմ Յուսուֆն է իշխում, եւ նա, լինելով իր հորից ավելի դաժան, շարունակում է նույն խաղը։ Զգուշ եղիր, որդիս։ Այն զոհը, որը Պետրոսը կպահանջի քեզանից, կլինի ոչ թե Աստծո, այլ իր սեփական վախի համար։ Նամակը ընկավ Տեր Հովհաննեսի ձեռքից։ Ամբողջ իրավիճակի ընկալումը շրջվեց գլխի վայր։ Սա հավատքի փորձություն չէր, սա աստվածային կամք չէր, սա մի կեղտոտ ընտանեկան դրամա էր, մի քաղաքական խաղ, որտեղ իրենք հավատացյալները ընդամենը խաղաքարեր էին։ Սրբազանի սառը հայացքը, նրա անսպասելի այցը, նրա պնդումը եկեղեցու պատվի մասին, նրա հրաժարումը բանակցելուց, ամեն ինչ ստացավ իր սարսափելի բացատրությունը։ Նա չէր պաշտպանում եկեղեցին, նա պաշտպանում էր իր սուտը։ Վարդանի նահատակությունը պետք էր նրան ոչ թե որպես հոգևոր հաղթանակ, այլ որպես արյունոտ ապացույց իր զարմիկ թշնամուն, որ ինքը մաքուր է, որ ինքը իրենցից չէ։ Տեր Հովհաննեսը զգաց, թե ինչպես է սրտխառնոցը բարձրանում կոկորդը։ Նա դավաճանված էր, ոչ թե փաշայի, այլ իր սեփական հովվի կողմից։ Նրա հավատքի ողջ կառույցը, որը հիմնված էր եկեղեցու, հիերարխիայի եւ սրբազան ավանդույթների վրա, փլուզվեց մեկ ակնթարթում։ Նա կանգնած էր ոչ թե Աստծուծատան, այլ ստի տաճարի ավերակների վրա։ Հենց այդ պահին եկեղեցու դուռը ճռռաց եւ ներս մտավ Վարդանը։ Նա հագել էր մաքուր, սպիտակ շապիկ, դեմքը լուսավոր էր, աչքերը պարզ։ Նա պատրաստ էր, նա տեսավ Տեր Հովհաննեսի քարացած դեմքը, գետնին ընկած նամակը եւ նրա աչքերում եղած անասելի ցավը։ «Տեր հայր, ինչ է պատահել», հարցրեց նա մեղմորեն, «դուք նշան եք ստացել Աստծուց»։ Տեր Հովհաննեսը դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում այլևս հուսահատություն չկար, այնտեղ վառվում էր մի նոր, սարսափելի կրակ, ճշմարտության կրակը։ Նա իր ձեռքում պահում էր մի գիտելիք, որը կարող էր փրկել Վարդանի կյանքը, բայց միևնույն ժամանակ կարող էր այրել եւ մոխրացնել իրենց եկեղեցու հիմքերը։ Ինչ անել։ Լռել եւ թույլ տալ, որ անմեղը մեռնի հանուն ստի պահպանման, թե խոսել եւ պայթեցնել սկանդալ, որը կարող էր կործանել ամեն ինչ։ Տեր Հովհաննեսը նայեց Վարդանին, իր հոգևոր որդուն, որի դեմքին դեռևս փայլում էր նահատակության սուրբ անմեղ լույսը, եւ հասկացավ, որ այլևս չի կարող լռել։ Այդ ճշմարտությունը, որը նա պահում էր իր ձեռքում, ավելի ծանր էր, քան եկեղեցու քարերը, ավելի այրող, քան խորանի մոմերը։ Նա չէր կարող թույլ տալ, որ Վարդանազոհ դառնա ոչ թե Աստծո փառքի, Այլ մի մարդու վախի եւ մեկ այլ մարդու դաժան խաղի համար։
Նա դանդաղ, կարծես յուրաքանչյուր շարժում անասելի ցավ պատճառեր, մեկնեց դեղնած մագաղաթը Վարդանին։ «Աստված իսկապես նշան ուղարկեց որդիս», ասաց նա խեղդված ձայնով, բայց ոչ այն մեկը, որին մենք սպասում էինք։ Կարդա եւ իմացիր, թե ում զոհասեղանին էինք պատրաստվում քեզ մատուցել։ Վարդանը վերցրեց նամակը եւ նրա աչքերը սահեցին տողերի վրայով։ Սկզբում նրա դեմքին շփոթություն էր, հետո անհավատություն։ Նրա շուրթերը հազիվ լսելի շշնջում էին բարերը, զարմիկներ, գաղտնիք, վախ, եւ հետո լուսավորությունը նրա դեմքից անհետացավ, ինչպես մարող մոմի լույսը։ Այն փոխարինվեց մի բանով, որը Տեր Հովհաննեսը երբեք չէր տեսել նրա մեջ։ Սառը, խորը, սուրբ զայրույթով։ Նրա հավատքը չկոտրվեց։ Ոչ, այն վերածվեց պողպատի։ Նա այլևս ժերթվը չէր, որը գնում էր մորթվելու։ Նա դարձել էր դատավոր։ Նրանք մեզ խաբել են, շշնջաց նա, եւ այդ շշուկը ավելի սարսափելի էր, քան ամեն գոռոց։ Նրանք մեր հավատքը վերածել են իրենց կեղտոտ խաղի դաշտի։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Տեր Հովհաննեսը հասկացավ, որ այլևս մենակ չէ իր սարսափելի գիտելիքի մեջ։ Նա կանչեց Գրիգորին եւ Մեսրոպին եկեղեցու մատենադարանի փոքրիկ սենյակը, այն նույն վայրը, որտեղ Սրբազանը կայացրել էր իր դաժան դատավճիռը։ Երբ նրանք ներս մտան, տեսան Տեր Հովհաննեսի քարացած դեմքը եւ Վարդանի պողպատե հայացքը։ Տեր Հովհաննեսը, առանց որևէ բառ ասելու, նրանց առաջ դրեց Տեր Գրիգորի նամակը։ Դարբին Գրիգորը, որի ձեռքերը սովոր էին մուրճին ու շիկացած երկաթին, զգուշությամբ վերցրեց փխրուն մագաղաթը։ Ուսուցիչ Մեսրոպը մոտեցավ եւ նրանք միասին մոմի թարթող լույսի տակ սկսեցին կարդալ։ Եկեղեցու հարաբերությունների ամբողջ քարտեզը նրանց աչքի առաջ վերագծվում էր։ Սրբազանը հովիվից վերածվում էր դավաճանից, Փաշան բռնակալից վերածվում էր շանտաժիստի, իսկ իրենք հավատացյալ հոտից վերածվում էին խաբվածների։ Երբ նրանք հավարտեցին, սենյակում երկար լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Գրիգորը։ Նա բռունցքով այնպես խփեց սեղանին, որ հին գրքերը ցնցվեցին։ Ես գիտեի, գոռաց նա խեղդված զայրույթով։ Սիրտս զգում էր, որ այստեղ մի ստոր բան կա, այդ սառը հայացքը, այդ եկեղեցու պատիվը։ Այսինքն, մեր երեխաների կյանքը ավելի էժան է, քան նրա գաղտնիքը։ Նրա պրագմատիզմը վերածվել էր ատելության։ Նա այլևս փողզիչում չէր փնտրում, նա փնտրում էր արդարություն։ Իսկ Մեսրոպը, որը միշտ հավատում էր կանոնին, կարգին եւ հիերարխիային, նստած էր գլուխը կախ։ Մեր եկեղեցին, հազիվ լսելի ասաց նա, մեր եկեղեցին հիվանդ է հենց գլխից։ Նրա համար սա ոչ միայն դավաճանություն էր, այլև հավատքի հիմքերի փլուզում։ Նոր դաշինք էր ծնվել։ Այդ փոքրիկ խոնավ սենյակում 4 տարբեր մարդիկ՝ իմաստուն քահանան, ում հավատքը ցնցվել էր, կրակոտ երիտասարդը, ում զոհաբերությունը վերածվել էր ֆարսի, զայրացած արհեստավորը, ով այլևս չէր վախենում, եւ հիասթափված ուսուցիչը, ով կորցրել էր իր հավատը կարգ ու կանոնի նկատմամբ, դարձան մեկ ամբողջություն։ Նրանց միավորում էր ոչ միայն ընդհանուր վտանգը, այլև ընդհանուր ճշմարտությունը։ Նրանց թշնամին այլևս միայն դրսում չէր, նա նաև ներսում էր, կրում էր եպիսկոպոսի սքեմ եւ խոսում էր Աստծո անունից։ Բոլոր հին հարաբերությունները մոխրացել էին։ Այժմ կար միայն մեկ հարց՝ ինչ անել։ Մենք պետք է բացահայտենք նրան, ասաց Գրիգորը։ Պետք է գնանք Էջմիածին, ցույց տանք այս նամակը կաթողիկոսին։ Եվ ինչ, հակադարձեց Մեսրոպը հոգնած ձայնով, մինչև մեր խոսքը տեղ հասնի, Վարդանը մահացած կլինի, իսկ մեր համայնքը ավերված։ Իսկ ով կհավատա մեզ, մի բուռ գավառականների, ընդդեմ ամբողջ թեմի առաջնորդի։ Նա մեզ կհայտարարի հերետիկոսներ, խռովարարներ, մենք կկորցնենք ամեն ինչ։ Նրանք նորից փակուղում էին։ Ճշմարտությունը նրանց ազատելու փոխարեն նրանց դրել էր ավելի սարսափելի ընտրության առաջ։ Եվ հենց այդ պահին խոսեց Վարդանը։ Նա վեր կացավ եւ բոլորը լռեցին։ Նրա աչքերում այլևս ոչ զայրույթ կար, ոչ էլ ցավ, այնտեղ կար սառը անսասան վճռականություն։ Մենք չենք բացահայտի, ոչինչ, եւ մենք չենք փախչի։ Մենք կփոխենք խաղի կանոնները։ Ես կգնամ Փաշայի մոտ, ինչպես նա պահանջում է։ Ոչ, բացականչեցին Տեր Հովհաննեսն ու Գրիգորը միացային։ Լսեք ինձ, շարունակեց Վարդանը, ես կգնամ ոչ թե որպես զոհ, այլ որպես սուրհանդակ։ Ես կգնամ ոչ թե ուրանալու կամ մեռնելու, այլ խոսելու։ Ես նրա աչքերի մեջ կնայեմ եւ կասեմ, որ մենք գիտենք։ Մենք գիտենք նրա եւ իր զարմիկի Պետրոս Սրբազանի մասին,
Մենք գիտենք նրանց կեղտոտ գաղտնիքը, և մենք այլևս նրանց խաղալիքը չենք լինելու։ Սա խենթություն էր, սա ինքնասպանություն էր, բայց դրա մեջ կար մի հանճարեղ հուսահատ տրամաբանություն։ Նրանք զենքը շրջում էին իրենց թշնամիների դեմ։ Տեր Հովհաննեսը նայեց Վարդանին և տեսավ ոչ թե մի տղայի, որին պետք է փրկեր, այլ մի զինվորի, որին պետք է օրհներ, ոչ թե մահվան, այլ ճակատամարտի համար։ Նրանց գործողությունների նոր ծրագիրը ձևավորվել էր, այն սարսափելի էր, անկանխատեսելի, բայց դա նրանց միակ ճանապարհն էր։ Վարդանի առաջարկած խենթ, բայց հանճարեղ ծրագիրը օդում կախված մնաց մի քանի վայրկյան, լցնելով սենյակի լռությունը անհավանական լարվածությամբ։ Այնուհետև Տեր Հովհաննեսի մեջ ինչ-որ բան կոտրվեց, կամ գուցե հակառակը վերջնականապես կոփվեց։ Մտորումների և անզորության ժամանակը վերջացել էր։ Հայտնությունը նրան ոչ թե հուսահատության, այլ գործողության կոչ էր տվել։ Նա այլևս զոհ չէր, ոչ էլ իր հոտի վախեցած հովիվը։ Նա դարձել էր ճշմարտության զինվոր, և նրա առաջին ճակատամարտը պետք է լիներ ոչ թե Փաշայի, այլ իր սեփական եկեղեցու ներսում։ Նա վերցրեց Տեր Գրիգորի նամակը, զգուշորեն, բայց արագ, մաքուր մագաղաթի վրա արտագրեց դրա պատճենը, յուրաքանչյուր տառը դրոշմելով ոչ թե թանաքով, այլ իր սառը վճռականությամբ։ Բնօրինակը նա տվեց Մեսրոպին։ «Պահիր սա քո կյանքի գնով», ասաց նա, «եթե մինչև երեկո ես ու Վարդանը չվերադառնանք, գտիր մի մգեց և սա հասցրու Էջմիածին»։ Դա միայն սկիզբն էր։ Նա դուրս եկավ սենյակից և ուղիղ գնաց դեպի եկեղեցու գլխավոր սրահ, որտեղ Պետրոս սրբազանը, իբր թե ոչինչ տեղի չի ունեցել, պատրաստվում էր առավոտյան ժամերգությանը, իր շուրջը ստեղծելով սրբության և անսասան իշխանության կեղծ լուսապսակ։ Նա կանգնած էր խորանի առաջ, մեջքով դեպի դուռը, և նրա հանգիստ, չափված շարժումները այնքան էին հակասում այն քաոսին, որը նա սերմանել էր։ Տեր Հովհաննեսը մոտեցավ նրան ոչ թե որպես ենթակա, այլ որպես հավասարը հավասարին։ Նրա քայլերն այլևս չէին դողում։ Սրբազան հայր, Տեր Հովհաննեսի ձայնը հանգիստ էր, բայց դրա մեջ կար մետաղի սառնություն։ Ես ամբողջ գիշեր աղոթեցի և Տիրոջից առաջնորդություն խնդրեցի, և նա լուսավորեց իմ միտքը։ Բայց մինչ մենք մեր զավակին կուղարկենք զոհասեղան, ես կուզենայի ձեզանից մի քանի հարցի պատասխան ստանալ՝ ի խաղաղություն իմ խղճի։ Սրբազանը դանդաղ շրջվեց։ Նրա դեմքին թեթև զայրույթի և զարմանքի խառնուրդ կար։ Ո՞վ էր այս գյուղական քահանան, որ համարձակվում էր իրենից պատասխաններ պահանջել։ «Խոսիր, Տեր հայր, բայց կարճ, ժամերգությունը սկսվում է», ասաց նա սառը քաղաքավարությամբ։ Երբ 20 տարի առաջ Տեր Գրիգորը նահատակվեց, շարունակեց Տեր Հովհաննեսը, ուղիղ նայելով սրբազանի աչքերին, դուք նրա մահը անվանեցիք փառավոր պսակ։ Ասացեք ինձ, սրբազան, դուք իսկապես արեցիք հնարավոր ամեն ինչ նրան փրկելու համար, թե նրա մահը ձեզ ավելի շատ էր պետք, քան նրա կյանքը։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Սրբազանի դեմքի քաղաքավարի դիմակը ճաքեց։ «Ինչ նախալություն է սա։ Դու ակնարկում ես, որ Ես ոչինչ չեմ ակնարկում», ընդհատեց նրան Տեր Հովհաննեսը, իր ձայնը բարձրացնելով ընդամենը մի փոքր, բայց դա բավական էր, որ սրբազանը լռեր։ Ես հարցնում եմ, թե արդյոք նրա մահը կապ ուներ մի ընտանեկան գաղտնիքի հետ, գաղտնիք, որը կապում է ձեզ և Փաշա Յուսուֆին։ Եվ այդ խոսքերի հետ միաժամանակ նա իր սքեմիտակից հանեց նամակի պատճենը և դրեց խորանի սուրբ սեղանին։ Տեր Գրիգորը շատ մանրամասն է նկարագրել այդ կապը իր վերջին նամակում։ Եթե բառերը կարողանային սպանել, Պետրոս սրբազանը տեղում կմեռներ։ Նրա դեմքից գույնը գնաց, նա մի քայլ հետ արեց, կարծես օձ տեսած լիներ։ Նրա աչքերում վայրկենական սարսափ փայլատակեց, որին անմիջապես փոխարինեց կատաղի զայրույթը։ Նրա իշխանությունը, նրա ողջ կյանքը հիմնված էր այդ ստի վրա, և այս անպետք քահանան հիմա փորձում էր քանդել այդ հիմքերը։ Սա կեղծիք է, կորցրած ձայնով կակագեց նա։ Սա սատանայի սադրանք է, դու դավաճան ես, ես քեզ կզրկեմ սքեմից, կնզովեմ, կբանադրեմ։ Նա ձեռքը մեկնեց, որպեսի խլի նամակը, բայց Տեր Հովհաննեսի ձեռքն ավելի արագ էր, նա վերցրեց թուղթը։ «Սա միայն պատճենն է, սրբազան հայր», ասաց նա սառը ժպիտով։ «Բնօրինակը ապահով տեղում է։ Եվ եթե ինձ կամ Վարդանին որևէ բան պատահի, այն կհայտնվի ամենայն հայոց կաթողիկոսի սեղանին։ Եվ այդ ժամանակ ոչ թե ես, այլ դուք ստիպված կլինեք պատասխան տալ»։
Շախ եւ մատ։ Պետրոս սրբազանը սառեց։ Նա հասկացավ, որ պարտվել է։ Այս հասարակ քահանան նրան շրջափակել էր իր իսկ ստի պատերով։ Նա այլևս իշխանություն չուներ, նա պատանդ էր։ Տեր Հովհաննեսը մոտեցավ նրան, եւ այժմ նրանց դերերը փոխվել էին։ Այժմ լսեք ինձ ուշադիր, նրա ձայնը հրամայական էր։ Վարդանը հիմա կգնա Փաշայի մոտ, ոչ թե մեռնելու, այլ վերջ դնելու այս խաղին։ Իսկ դուք կմնաք այստեղ։ Դուք ոչինչ չեք անի, դուք ոչ ոքի հետ չեք խոսի, դուք կսպասեք եւ կաղոթեք, որ ձեր զարմիկը բանականություն ունենա եւ չանի մի անուղղելի հիմարություն։ Հասկանալի է։ Սրբազանը կոտրված ու նվաստացած կարողացավ միայն գլխով անել։ Տեր Հովհաննեսը շրջվեց եւ հպարտ քայլերով դուրս եկավ եկեղեցուց։ Նա հաղթել էր իր առաջին ճակատամարտում։ Բայց ամենադժվարը դեռ առջևում էր։ Դրսում արևի առաջին շողերի տակ նրանց սպասում էր Վարդանը։ Նրա դեմքը հանգիստ էր։ Ճակատամարտի ժամը հասել էր։ Տեր Հովհաննեսը նրա ուսին դրեց իր ձեռքը, խաչակնքեց նրա ճակատը եւ շշնջաց. «Գնա որդիս, եւ թող ճշմարտությունը լինի քո սուրն ու քո վահանը»։ Եվ նա կանգնեց եկեղեցու բակում, նայելով թե ինչպես է իր հոգևոր որդին մենակ քայլում դեպի առյուծի որջը։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ ամենամեծ փորձությունների ժամանակ անգամ ճշմարտությունն ու միասնությունը կարող են հաղթել։ Իսկ դուք ինչ կանեիք Տեր Հովհաննեսի տեղում։ Կբացահայտեիք ճշմարտությունը, ռիսկի ենթարկելով ամեն ինչ, թե կփորձեիք գտնել այլ ելք։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, եկեք քննարկենք, թե ինչ արժե մեր հավատքի պատիվը այսօր։ I will ensure all loose ends are tied up. Jacob is saved, implicitly by the deal. The Serbazan is gone, the Pasha is neutralized, and the community is safe. The final call to action will be natural and inviting, encouraging the community engagement that is crucial for a YouTube channel. Final check for language purity, number formatting, and adherence to all stylistic rules. The plan is comprehensive and fulfills all requirements of the prompt. The final chapter is ready to be written. Վարդանը քայլում էր դեպի Փաշայի պալատի հսկայական դարպասները, ոչ թե որպես մահապարտ, այլ որպես դեսպան, որը կրում էր ոչ թե խնդրագիր, այլ վերջնագիր։ Նրա սիրտը բաբախում էր ոչ թե վախից, այլ այն սառը պարզ զգացողությունից, որը գալիս է, երբ այլևս կորցնելու ոչինչ չունես։ Նա մտավ այն նույն շքեղ դահլիճը, որտեղ իր հոգևոր հայրերին նվաստացրել էին, եւ կանգնեց Փաշա Յուսուֆի առաջ։ Փաշան նստած էր իր բարձերի վրա, ձեռքին նուռ, եւ նրա դեմքին խաղում էր դաժան արհամարական ժպիտ։ «Ահա եւ մեր փոքրիկ սուրբը», ասաց նա մեղրաքսուկ ձայնով։ «Եկել ես ընդունելու իմ առատաձեռն առաջարկը, թե նախընտրում ես, որ քո համար լեզուն կերակուր դառնա շներին»։ Վարդանը չխոնարհվեց։ Նա ուղիղ նայեց Փաշայի աչքերի մեջ։ «Ես եկել եմ ոչ մեռնելու, ոչ էլ ուրանալու, էֆենդի», ասաց նա հանգիստ ու հստակ։ «Ես եկել եմ խոսելու ձեր ընտանիքի մասին»։ Փաշայի ժպիտը սարեց։ Նա մի պահ դադարեց շնչելուց։ «Ինչ, ես եկել եմ խոսելու ձեր հոր, Աբդուլլահ բեյի մասին», շարունակեց Վարդանը։ Եվ նրա յուրաքանչյուր բառը մի կաթիլ սառը ջուր էր, որը կաթում էր շիկացած երկաթի վրա, եւ նրա քրոջ, Աննայի մասին, եւ իհարկե Աննայի որդու Պետրոսի մասին, իմ եպիսկոպոսի, ձեր զարմիկի։ Այդ պահին ամբողջ դահլիճը սարեց, Փաշան կտրուկ վեր կացավ։ Նրա դեմքը, որ մի պահ առաջ լի էր ինքնավստահությամբ, այժմ այլայլված էր կատաղությունից եւ անհավատալի շոկից։ «Լռիր, անիծյալ շուն», մռնչաց նա, «դու ստում ես, ես հենց հիմա կհրամայեմ»։ «Կհրամայեք ինձ սպանել», ընդհատեց նրան Վարդանը նույն սառը հանգստությամբ։ «Շատ լավ, բայց իմացեք, որ իմ մահվան պահին մի նամակ, որը գրել է Տեր Գրիգոր քահանան, այն մարդը, որին ձեր հայրը սպանել տվեց, կուղևորվի Կոստանդնուպոլիս, ուղիղ սուլթանի ձեռքը։ Այդ նամակում մանրամասն նկարագրված է ոչ միայն ձեր ընտանեկան գաղտնիքը, այլև այն, թե ինչպես եք դուք եւ ձեր հայրը տարիներ շարունակ շանտաժի ենթարկել քրիստոնյա եպիսկոպոսին, նրան դարձնելով ձեր խաղալիքը։ Կարծում եմ Սուրթանին դուր չի գա, երբ նա իմանա, որ իր փաշաներից մեկը դավադրություն է կազմակերպում իր իսկ կայսրության հպատակների դեմ, դրանից դավաճանության հոտ է գալիս, այնպես չէ։ Սա բացարձակ գագաթնակետն էր։
Փաշա Յուսուֆը կանգնած էր, բերանը բաց, լիովին ջախջախված։ Նա նայում էր իր առաջ կանգնած 20-ամյա տղային եւ հասկանում էր, որ պարտվել է։ Այս տղան նրան շախ եւ մատ էր հայտարարել։ Նրա բոլոր զենքերը, վախը, դաժանությունը, իշխանությունը անօգուտ էին դարձել ճշմարտության զենքի դեմ։ Նրա կատաղությունը փոխարինվեց սառը հաշվարկով։ Նա պարտվել էր այս ճակատամարտում, բայց պետք է փրկեր պատերազմը։ Նա երկար, շատ երկար լռեց, ապա հոգնած ձեռքով նշան արեց։ Դուրս, խրպոտ ձայնով ասաց նա, վերցրու քո մարդկանց եւ դուրս, հարկը կմնա նույնը, եւ այս խոսակցությունը երբեք տեղի չի ունեցել։ Եթե ես լսեմ գոնե մեկ շշուկ, գոնե մեկ ակնարկ, ես կայրեմ ձեր թաղամասը մինչև վերջին քարը։ Հիմա հեռացիր իմ աչքից։ Հակամարտությունը լուծված էր։ Վարդանը դանդաղ շրջվեց եւ հպարտ քայլերով դուրս եկավ պալատից, թողնելով իր հետևում կոտրված բռնակալին։ Երբ նա վերադարձավ եկեղեցի, որտեղ ամբողջ համայնքը շունչը պահած սպասում էր եւ հայտնեց հաղթանակի լուրը, ժողովուրդը պայթեց ուրախության ճիչերով։ Նրանք փրկված էին, բայց սա միայն արտաքին հաղթանակն էր, մնում էր լուծել ներքին հակամարտությունը։ Եկեղեցու ներսում, մատենադարանի սենյակում, նրանց սպասում էր Պետրոս Սրբազանը։ Նա նստած էր գլուխը կախ, այլևս ոչ թե հզոր իշխան, այլ մեղքի բերի տակ կքած ծերունի։ Տեր Հովհաննեսը մոտեցավ նրան։ Նրա սրտում զայրույթ չկար, միայն տխրություն եւ խղճահարություն։ Նա կարող էր ոչնչացնել այս մարդուն, բացահայտել նրա գաղտնիքը, խլել նրանից ամեն ինչ։ Բայց նա ընտրեց այլ ճանապարհ, հայկական եկեղեցուն ներողամտության եւ իմաստության ճանապարհը։ Դուք կհեռանաք այս քաղաքից մինչև արևածագ Սրբազան հայր, ասաց նա մեղմ, բայց անսասան տոնով։ Դուք կգնաք մի հեռավոր վանք եւ կաղոթեք ձեր հոգու փրկության համար։ Ձեր գաղտնիքը կմնա մեզ հետ։ Եկեղեցու պատիվը պետք է պահպանվի, բայց ոչ ստի, այլ ողորմության միջոցով։ Պետրոս Սրբազանը բարձրացրեց իր արցունքոտ աչքերը եւ կարողացավ միայն գլխով անել։ Այդ գիշեր նա անաղմուկ հեռացավ եւ նրա հետ հեռացավ նաեւ այն սուտը, որը քիչ էր մնում ոչնչացներ նրանց բոլորին։ Եկեղեցին սկսում էր բուժվել։ Անցան տարիներ։ Կարինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կյանքը շարունակվում էր։ Փաշա Յուսուֆը այլևս երբեք չանհանգստացրեց հայ համայնքին։ Նրանց միջև հաստատվել էր սառը, լուր հարգանք, հիմնված վտանգավոր գաղտնիքի վրա։ Տեր Հովհաննեսը, այժմ արդեն ճերմակահեր, բայց ոգով ամուր, շարունակում էր իր հովվական ծառայությունը։ Նրա կողքին կանգնած էր երիտասարդ քահանա Տեր Վարդանը, որի հավատքի կրակը այժմ լի էր ոչ միայն երիտասարդական զապալում, այլև փորձությամբ ձեռք բերված իմաստությամբ։ Նրանց համայնքը, անցնելով այս սարսափելի փորձության միջով, դարձել էր ավելի ուժեղ, ավելի միասնական։ Նրանք սովորել էին իրենց ամենակարևոր դասը։ Մի օր պատարագից հետո Տեր Հովհաննեսը եւ Տեր Վարդանը նստած էին եկեղեցու բակում, նայելով խաչքարերին։ Գիտես որդիս, ասաց Տեր Հովհաննեսը, այն օրերին ես Աստծուց հրաշք էի խնդրում, երկնքից եկող նշան, բայց ես սխալվում էի։ Հրաշքը ոչ թե վերևից իջնող լույսն է, այլ այն լույսը, որը մարդը գտնում է իր սրտում, ճշմարտությունը խոսելու համարձակությունը։ Այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախավար ժամանակներում, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հավատքը, ճշմարտությունը եւ միասնությունը կարող են հաղթել ամենահզոր բռնակալությանը։ Այն մեզ սովորեցնում է, որ եկեղեցու իրական ուժը ոչ թե նրա ոսկեզօծ գմբեթներն են, այլ նրա հավատացյալների անկոտրում ոգին։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչ կանեիք Տեր Հովհաննեսի տեղում։ Կբացահայտեիք Սրբազանի սուտը, ռիսկի ենթարկելով եկեղեցու ներսում պարակտում առաջացնել, թե կփորձեիք գտնել այլ։ Ավելի զգույշ ճանապարհ։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին խորենք, թե ինչ է նշանակում լինել ճշմարիտ հավատացյալ այսօրվա բարդ աշխարհում։